Ընկերներ ողջույն, հուսամ լավ եք, ամեն ինչ կարգին է։ Դե հրթում են իրար, ինչպես ասում է դասականը, շունը շան ոտը կամ թաթը չի կծե, բայց բարձվում է որ կծում են։ Ովքեր չհասկացան ինչի մասն է խոսքը, Ադրբեջան եւ Ռուսաստան փրթում են իրար ձերբակալությունների շարք, նայում եմ համացանցը ինչ է կատարվում, ես ոչ մեկի դժբախտության վրա եւ ցավի վրա երբեք չեմ ուրախացել, բացարձակ, ըմրասմա Աստված պիտի մեր մեջ ապրի, չէ՞, այս կաթողիկոսի թեմաների մեջ, բայց որ տեսնում եմ այդ գործառույթները, հասկանում եմ, որ էդ էլա քիչ, Ռուսաստանը պիտի հասկանա, որ այն ազգի թելը, այն ժողովրդի թելը, որ ինքը թելեց եւ դավաճանեց դարավոր իրան հլու հնազանդ ծառայող հայ ժողովրդին քթերից պիտի գա, երևի, չգիտեմ, բայց հիմա դա լուրջ, լավ, այս կարտակի բան չի, սա լուրջ թեմա է, ես դժվարությամբ կարող եմ մտաբերել մեկ ժողովրդի պատմության մեջ, ընդհանրապես որ նայում ես մեկ ժողովրդի, որ այդքան հավատարիմ է եղել ռուս ժողովրդին եւ այդքան դավաճանվել է Ռուսաստանի կողմից։ Ես ցավով եմ հետևում ընդհանրապես մեդիայում ինչա կատարվում ռուսական այն աղբը, այն թուն ու թարախը, որ շաղ են տալիս դեպի Հայաստան ու ճիշտ է Ուկրաինան էլ առանձնապես իմ աչքի լույսը չի, բայց ես հիշում եմ ժամանակին դեռ Պյոտր Պորոշենկոյի ժամանակաշրջանում այդ մարդը որ դուրս էր գալի ասում էր вы не представляете повсюду агенты на каждом шагу агенты ասում է ամեն քայլին գործակալներն են բան մենք թերահավատորեն էինք մոտենում ասում ենք լավ էլի հասկացանք լավ Ռուսաստանի դեռ խորհրդային միության ժառանգություն KGB-ն այդ ցանցը բավական լավ զարգացել է բայց չի կարելի ամեն քայլին ասել բայց հետո այդ որ փորձանքը մեր գլխին եկավ արդեն որ մենք հասկացանք ասվածը մուլ կպտում են սա գործակալ են խմբագրությունը գործակալ կայքերը լրատվականները տերտերները խոշոր բիզնեսը հարուստ մարդիկ այլընտրանք ներկայացողները ելում ասենք բիզնեսները ասելով մնաց մի բուր ժողովուրդ ենք եւ այսպես շարունակ Եվ հիմա որ տեսնում ինչա կատարվում եւ այն էլի վերադառնալով թույն ու թարախը մեդիայում ռուսական որ կատարում այս հասկանում եմ որ այդ վերևից ֆաս հրամանն է տրված որովհետեւ նույն ձև վարվում էին Զելենսկուի հետ, Պորոշենկոյի հետ, Սալավյովները, Կիսիլյովները, Սիմոնյանները, Բաղդասարովները, Կուրգինյանները, Միրզոյանները, ցավոք սրտի հայկական ազգանունով գործիչները այդ թույն ու թարախով էին խոսում ժամանակին Ուկրաինայի մասին, որովհետև համարձակվել էր որոշակի գործողություններ անել հիմա խոսում է Հայաստանի մասին։ Իհարկե Հայաստանի եւ Ուկրաինայի գործառույթները համեմատելը դա ոչ միայն քաղաքագիտության, դա տարական գիտելիքների բացակայություն է։ Ուկրաինան հզոր մեծ տասնյակ միլիոնոց երկիր է հզոր տնտեսությամբ հենց Եվրոպայում գտնվող մենք ուզենք էլ չեն կարող այդ քայլերը անել ՆԱՏՕ, ՄԱՏՕ մենք չենք կարող ֆիզիկապես մենք չենք կարող հարցը դա չի մենք հիմա դրա մասին չենք էլ խոսում մենք խոսում ենք դրա մասին որ մեր ամբողջ ենթակառուցվածքները մեր ամբողջ համակարգը ռուսապկանապատկան է Մենք ցանկանում ենք ոչ թե վատացնել հարաբերությունները, մենք ոչ թե դուրս են գալիս, մենք ոչ թե ինչ են ասում, դավաճանում ենք, արա ինչ ունենք, ինչ դավաճանենք։ Մենք ասում ենք, որ մենք չենք կարող լինել մի կողմից կախված, ծայրաբևեռ են ասում։ Մենք չենք կարող լինել ընդհանրապես ծայրաբևեռ, որովհետև մեր վիճակը տենց չի։ Մենք ուզում ենք օգտվել հնարավոր բոլոր խողովակներից, առանց այդ էլ այդ խողովակները շատ չեն, որովհետև եթե դու մի կողմից ես կախված, այդ կախվածն էս պետարկիր բան դառավ։ Եթե մի կողմից ես կախված, բնականաբար ամեն մի թափ տալուց մի բան լինում է, հասկանում ես, ոչ հաճելի մի կողմի համար։ Եվ դրա համար մենք ուզում ենք օգտվել պրոֆիլում արկա բոլոր խողովակներից, մանավանդ որ էլ կորցնելու բան չունենք, որովհետև ռուսի ուղիղ կամ անուղակի գործառույթներով կորցրեցինք այն, ինչի ծնողը եւ հովանավորը հենց Ռուսաստանն էր, չհասկացաք ասեմ, Ղարաբաղի հարցը, ով չգիտի, Ղարաբաղի հարցը ծնել է Ռուսաստանը, Ղարաբաղի հարցը լուծել է Ռուսաստանը։ Մենք Armusic ռադիոյի եթերում
մանրամասն խոսել ենք, եթե բաց եք թողել իմ Facebook-յան էջում եւ YouTube-յան էջում կա, կարող եք մտնել եւ նայել, որ Պուտինը եւ Ալիևը ինչ դիլ են արել, բայց դրա մասին խոսել եմ, չեմ ուզում կրկնվել։ Հիմա բարեկամներ, այս թույն ու թարախի մեջ որպես մեդիայի մարդ ինձ իրապես անհանգստացնում է այդ դոզան, այդ չափաբաժինը, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանում շատ-շատերը, մանավանդ մի քիչ ավակ սերնդի ներկայացուցիչները իրանք կարճած են ռուսական ալիքներից, իրանք որպես կանոն դիտում են հենց ռուսական ալիքներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Այդ Սալավյովի համար որոշ կանայք ընդհանրապես խելքները իրանցը չի, թե ինչ են գտել այդ ջյուդոիստի մեջ, ես չգիտեմ, բայց դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Ուրեմն Սիմոն Բաղդասարով կոչվող արմատներով հայ անձնավորությունը նաև իր YouTube-յան ալիքով ամենավերջին բառերով խոսեց մեր լեգիտիմ իշխանության մասին եւ ասաց, որ Հայաստանում в Армении сейчас 37 год. Ասում է Բաղդասարով։ Ակտիվ ասում մեզ մոտ 37 թիվն է։ Ռուսաստանից է ասում եւ Սալավյովը այդ իր ջյուդոյի դեմքով, да, գանյենիա նա ցերկը ասում է նա, այ գանյատ, դու չես ամաչում, դու 1000 տարվա լրագրող ես, դու ինչի չես ասում, դու ինչի չես ասում, դու ազնիվ բառ, մի այսքան ազնիվ, դու ինչի չես ասում, որ это не гонение на церковь, это не гонение на церковь, это гонение նրանց նկատմամբ, ովքեր երթվել են ազնիվ հայրիկ ըլլալու եւ արա աննենց մի ձևը բռնենց հասկանում ես թորներ ունեն, երեխեք ունեն։ Հիմա ասենք մեկը շուրգա ասի, օրինակ գիտես, որ ձեր Կիրիլը իր Կիրիլին ազատությունա տվե եւ երեխեք ունի, դուրներդ կգա, դուրները չի գա։ Բա դու լրագրող մարդ ես, եթերում կանգնում ես ամբողջ 110 միլիոնանոց ռուս համայնքի եւ մնացած բազման տասնյակ միլիոնանոց ժողովրդի առջև անամոթ կանգնում ես, ասում ես քանդում է եկեղեցին։ Բա դու քիչ ես ասում, որ 4 հոգու դեմ է խոսում։ Որտե եկեղեցին քանդում է 4 հոգի, որ ասում է Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը եւ մյուսը կտրիչ դավոն։ Պիտի այդ 4-ը, որ փիս բաներ են արել, պիտի պատասխան տան։ Եկեղեցու դեմ գործում էր քիչ առաջ հիշատակած 37 թվականի մի գործիչը, ում անունով օթանավակայան բացվեց Վոլգոգրադում։ 37 թվից է խոսում այդ մարդա մեկը, ում երկրում ընդդիմություն չկա, կեսին խփին, կեսին սպանին, կեսին ծեծելով բերտերում սպանին, կեսին սամալյոտը ընկավ մեռավ, կեսին թույնեցին, կեսը փախավ։ 37 թիվը Հայաստանում ասում է մարդա մեկը առանց ամաչելու այդ մեկը սենց է անում։ Բա դուք եթե ազնիվ մարդիկ եք, ընդդիմա դդմիկներ, դուք ինչի չեք ասում, որ ոչ թե ինստիտուտի դեմ է գործառույթը, այլ անհատների, բայց այդ էլ մի կողմ 37 թիվն է, ասում այն մարդը, ում երկրում այլընտրանք չկա, ում մեդիա չկա, ազատ, խոսքի իրավունք չկա։ Եվ այդ ամբողջ թեզերը վերցրել են մեր ընդդիմա դդմիկները եւ նույն ջանասիրությամբ թմկահարում են։ Հիմա ագելի բարեկամներ, դեմոկրատիան եւ դիկտատուրան դա այն չէ, ինչ որ դուք ասում եք, դա այն է, ինչ որ դու զգում ես քո մաշկի վրա։ Հիմա դու 1000 բան կարաս ասես։ Մեզ մոտ 37 թիվն է, թե ինչն է 37, ոչ չգիտի։ Քանի հոգու են կոնցլագեր տարել, քանի հոգու են սպանել, քանի հոգու են ծեծելով, ջարդելով ինչ որ հպատակեցրել եւ այլն եւ այլն։ Հակառակը պետականացման գործընթաց է լինում նրանց նկատմամբ, ովքեր ժամանակին 37 թվի ֆորմատով ժողովրդի պետության գույքը կոպեկներով սեփականաշնորել են։ 37 թիվը ո՞րն է։ Այսօր գիտեք Դիլիջանում մանկապարտեզի կորպուս են վերադարձրել։ Բայանդիմա դդմիկներ նույն ձևով գրեք, ձեր կայքերում գրեք, որ ժամանակին օտարված մանկապարտեզը 85 միլիոն դրամ կադաստրային մոտեցված արժեքով վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Բա ով է հերսել օտարել այդ մանկապարտեզը։ Թե Մանալիկի են դպրոցը, ո՞ր մեկն ասես։ Դպրոցում մանկապարտեզ եք բան արել, մեջ արել, հիմա ասում 37 թիվն է։ 37 թվի թեման ամփոփելով ընդհանրապես սրա մասին 1000 ժամ կարամ խոսամ։ Ժողովրդավարությունը բարեկամներ եւ անգամ դիկտատուրան դա այն չէ, ինչը ասում են, դա այն է, ինչ որ դու զգում ես քո մաշկի վրա։ Հիմա մեզ մոտ ասում են, որ դիկտատուրա է, 37 թիվն է։ Մամուլը ինչ ասես գրում է։ Նիկոլի ընտանիքի, երեխեքի, կնոջ, ինչ ասես գրում է։
կառավարության ներկայացուցիչների մասին ինչ ասես գրում է, քանի մեդիա է փակվել, քանի լիցենզիա է հետ կանչվել, քանի լրագրող է խոշտանգվել, քանի լրագրող է գնդակահարվել, քանի ընդդիմադիր հայտնի գործիչ է ծեծվել, քանի հոգու են ջրցան մեքենաներով չփխել, քանի հոգու 37 թիվն է։ Գնում եմ իմ պատանեկության ժամանակաշրջանը, երբ Հայաստանում այսենց պասպորտս հանձնել եմ ու գնացել եմ Հայաստան։ Գնում եմ այդ թվերը, այն որ Բաղրամյանով ջրցան մեքենաները երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաթ տղեկին թռցնում էին։ Ստափվեք գժուկներ օպերացիան։ Դեմոկրատիա էր։ Բոլորը ասում էին, մեզ մոտ ժողովրդավարություն է, ոչ ոք չէր ասում, որ բռնապետություն է։ Քանի լրագրող տվին սպանին, քանի լրագրող ծեծեցին, քանի լրագրողի ձեզ շատ հայտնի մարդ գնդակահարեցին տան դիմաց, պատեզդի դեմը, քանի հոգու, քանի մեդիա փակվեց։ Ամեկ պլյուսը լինի, ԱԼՄ-ը լինի, այն գալայեր, մալայեր, գալան, ով որ այսերը, դրանք մնացած գործառույթները, քանի բիզնեսներ տարան, քանի գործիչների որ այսօր լոսում են այդ բա լոսի համայնքը ոնց ձևավորվեց, այդ լավ կյանքից չի, որ սա թողեցին եկան, չէ՞։ Ինչ քեսերով եկան, կեսնա ես գիտեմ։ Գիտլեր կապուտ, ումից էին փախտում եւ ինչից եւ այլն, կեսը ճիշտ, կեսը սուտ, ես չգիտեմ։ Գլենդելի փողոցների էլիտար ապարտմենները պատմեն, որ հորը տներից էիք բերել այդ ապարտմենները, էլիտար շենքերը Գլենդելի, որ մենք գիտենք, ումա պատկանում, ովա բրիգադիրը, ոնց են չամադանով բերել փողերը տվել։ Սա գիտեն, մարդիկ Գլենդելը փոքր քաղաք է, սա պատմում են իրար, ով էր լույսը քաշում, ով էր կանալիզացիան քաշում, որտեղից ձեզ այդ էլիտար շենքերը։ Դիկտատուրա չէր մեզ մոտ, ժողովրդավարություն էր, հիմա է 37 թիվը։ Դրա համար բարեկամներ, եկեք այս թեման այստեղ բազմակետ դնենք։ Ես սրա մասին նաև եթերում մանրամասն կխոսեմ, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին, իմ խոսքի ազատության երաշխավորը իմ գործընկերներն են, Լոս Անջելեսի մեր R-Music ռադիոն է եւ իհարկե իմ YouTube-յան ալիքը, որտեղ ես միշտ փորձել եմ հնարավորինս օբյեկտիվ կարծիք հայտնել, հուսամ դուք եւս կիսում եք ինձ այդ կարծիքը։ Բաժանորդագրվեք ալիքին, մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը, սիրում եմ բոլորիդ։ Լավ եղեք։